Անկարան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահը։ Նուման Քուրթուլմուշը ողջունել է խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Նրա խոսքով Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղություն կհաստատվի։ Հույս ունեմ, որ տարածաշրջանում կայուն և անկեղծ խաղաղություն կլինի, Հարավային Կովկասը կդառնա հանգստության և կայունության տարածաշրջան, շեշտել է թուրք պաշտոնյան։ Երևանը ճամփաբաժնի վրա է և ընտրում է իր զարգացման ուղին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը շեշտել է, դա կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը եղբայրական երկրներ են, դարեր շարունակ հարևաններ են եղել։ Նրա խոսքով Մոսկվան և Երևանը գործակցության բազմաթիվ եզրեր ունեն ու երկկողմ հարաբերությունները շարունակելու են զարգանալ։ Մեզ միավորում են ինտեգրացիոն գործընթացները, որոնք նպաստում են Հայաստանի հնայի աճին, նաև շատ հայեր Ռուսաստանում են ապրում, շատ ռուսներ էլ Հայաստանում, շեշտել է Պեսկովը։ Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կընտրի ԵԱՏՄ-ն, այլ ոչ ԵՄ-ն, քանի որ Պեսկովի համոզմամբ դա ավելի օգտակար կլինի հանրապետության համար։ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նախագահ Վիկտոր Վասիլևն էլ հայտարարել է, որ կառույցին Երևանի անդամակցության հեռանկարները կլինեն ՀԱՊԿ-ի բարձրաստիճան ղեկավարության ուշադրության կենտրոնում և կդառնան քննարկման առարկա։ Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը չի բացառել, որ Սպիտակ տան ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները կարող են առաջիկայում այցելել Ռուսաստան։ Խոսելով Եվրոպայի հետ հնարավոր երկխոսության մասին, Ռուսաստանի նախագահի խոսնակը շեշտել է, նախ պետք է հասկանալ, արդյոք եվրոպացիներն իսկապես ցանկանում են շփվել։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ համոզմունք է հայտնել, որ ռուս-ուկրաինական դիվանագիտական կարգավորում դեռ հնարավոր է, եթե հաշվի առնվեն դաշնության անվտանգային մտահոգությունները։ Նա շեշտել է, ռուսական կողմը մտադիր չէ կանգ առնել շփման գծի երկայնքով, ինչպես առաջարկում է Կիևը։ Լավրովի խոսքով դա չի կարող բանակցությունները սկսելու նախապայման լինել։ Լարված է նաև ռազմական իրավիճակը։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը հոբ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 323 օդաչու թռչող սարք Աստրախանի, Վոլգոգրադի, Կալուգայի, Օրենբուրգի, Ռոստովի, Ռիազանի, Մոսկվայի և այլ մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և այլ տարածքներում։ Նիժնի Նովգորոդի մարզում 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ, վնասվել են արդյունաբերական օբյեկտ, բնակելի շենքեր և մեքենաներ։ Տուժածներ կան Սևաստոպոլում, քաղաքը մնացել է առանց էլեկտրականության։ Բրյանսկի, Կուրսկի և Կուրգանի շրջանների իշխանություններն էլ հայտարարել են տրանսպորտային միջոցների համար վառելիքի վաճառքի սահմանափակումների մասին։ Առնվազն 40 մարդ է խեղդվել Ֆրանսիայում չվերահսկվող լողալու վայրերում, փորձելով փրկվել շոկից, որը պատել է երկիրը։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ մահացածները հիմնականում երիտասարդներ են։ Մետեո Ֆրանսի օդերևութաբանական ծառայության տվյալներով երկրի հարավ-արևմուտքում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ Կարմիր խաչի և Կարմիր մայիկի միջազգային ֆեդերացիան կոչ է արել մարդկանց լուրջ վերաբերվել շոկին և զգուշանալ, քանի որ առաջիկա օրերին եվրոպացիներին լուրջ վտանգ է սպառնում։ Ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվել նաև Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի որոշ շրջաններում։ Դիանա Գասպարյան, լուրեր։